երեխաներից երկու հեռախոսն են տարել, մի հատ պլանշետ են տարել եւ երկու հատ թուղթ են տարել, որ այս իրանց անհետության հետ ընդհանրապես կապ չունի։ Իսկ ինչ էին Առավոտ ժամը 8-ին քննչական կոմիտեի աշխատակիցները ԱԱՑ-ի հետ միասին եկան եւ դատանի որոշումով ասացին, որ պետք է խուզարկություն իրականացնեն։ Խուզարկությունը իրականացրել են 10:30 վերջացրել են մոտ 1 ժամ առաջ։ Որ վերջացրել եմ եւ իջել եմ այստեղ։ Ասացան ինչ է տեղի ունեցել ձեր տանը, որ խնդրեմ կմանրամասնեք։ Մանրամաս ասում, առավոտ 8-ին եկել էին դատարանի որոշումով խուզարկություն անելու ամբողջ տունը խուզարկել են, պատվալից միջև տանիք, տարել են երկու երեխայից հեռախոսները, մի հատ երեխայից պլանշետը եւ Ձեր հեռախոսը չեն տարի երեխաներին։ Այո։ Դե անջատված հեռախոսներ էլի դարակը գցած դրա համար։ Ահաբեկչության համար ոչ մի հարմար բան չգտնվեց։ Ահաբեկչության հարմար, ոչ մի հարմար, ոչ թե հարմար, այլ ընդհանրապես ոչինչ չեն գտել։ Մետաղալ արաստղիկներ, որ պատմություն։ Ոչինչ չեն հայտնաբերել, ինչի մասին է խոսում։ Դե իրենք են ասում, ՀԿ-ի հաղորդակցություն, որովհետև հենց տո Հովհաննեսին Խոջոյան ցույց տվեցի, որ նա ներս մտնի։ Փաստաբանը կես ժամ ուշացումով եկել է, բայց փաստաբանին թույլատրել են խուզարկությանը մասնակցել։ Իսկ հարցեր հնչել են ձեզ ուղղված թե դրանց։ Ոչ, հիմա ասել են, որ առաջիկա ժամերին կհրավիրեն քննչական կոմիտե հարցակնության։ Որևէ փաստաթուղթ, որևէ բան հարակներից չեն գտել, չեն տարել։ Ոչինչ չեն գտել, ես համոզված եմ, որ երեկվա դավաճան իշխանությունները ինչ որ փաստաթուղթ էին գցել։ Այդ փաստաթուղթը հեղաշրջման պլանը։ Երեք մտածում էինք, որ դա միտումնավոր են արել, այսօր արդեն համոզված ասում են, որ այդ պլանը գցել են այդ անհետ պլանը, որպեսզի այսօր իրականացնեն այս խուզարկությունները, որտեղ հստակ ասեմ, վախեցած են։ Սրբազանը ասած, վախը ծնկների մեջ է։ Բայց հստակ ասեմ, որ մեր պայքարը, մեր հայրենիքի համար, արժանապատվության համար, մեր եկեղեցու համար եւ այս որ փորձում են մեզ լռեցնել, վստահաբար ասում են ոչ միայն ինձ, այլ իմ պայքարի ընկերներին, մեր պայքարի ժողովրդին, ովքեր պայքարում են, որ ունենան չթուրքացած Հայաստան, չեն կարելու լռեցնել։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում այն հոդվածները, որոնք արդեն շոշափում են պաշտոնական հաղորդագրություններում, բավականին սարսափելի հոդված են համարյա ցմահ դատապարտման ահաբեկչություն, այսինքն սրբազան հոր հետ։ Ինչ կասեք այս մասով, այսինքն սրանք երկարաժամկետ պլաններ մինչև 26 ընտրություններ գուցե մի բաներ ավել, թե մայրաթոռ ներխուժելու եւ վեհափարի հետ իր երազած կոնֆլիկտին հասնելու ճանապարհն եմ մաքրում այսպիսով։ Սյուզի ջան, ես այս գործողություններին ծանոթ եմ դեռևս 22 թվականից, երբ որ մեր Սյունիքի համայնքի ղեկավարներին կալանավորեցին, սա դրանց վախն է։ Հիմա այս նույն process-ը իրականացնում են կալանավորեցին, հետո դարձան ոչ ընդդիմադիր։ Ոչ մեկ չի դարել ոչ ընդդիմադիր են, պայքարի մեջ են, Փայլակ ջան, հիմա դրա ժամանակը չի, հիմա կոնկրետ սրա հետ կապված հարցեր ասում եք։ Չէ, ոչինչ չի հայտնաբերվել։ Ոչինչ չի հայտնաբերվել, են իրանց ինչ որ գրել էին, ինչ որ հեղաշրջում ենք ուզում անենք, ահաբեկչություն ենք ուզում անենք։ Այո, տարել են երկու երեխաներից հեռախոսը, մի հատ պլանշետ, տղայից պլանշետը եւ մի քանի փաստաթուղթ։ Ձեր մարզի տուն փորձել են ներխուժել ձեր հայկական։ Չէ, Երևանի մեր Ուլնեցի տուն են եկել, որտեղ այս պահին ես փաստացի բնակում եմ։ Արդեն ձերբակալվածներ կան, ինչ եք կարծում, ձեզ ինչ կարգավիճակով են ընդհանրապես հրավիրել հարցակցության։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, բայց բնականաբար որ ձերբակալվածներ կլինեն, կալանավորումներ կլինեն, ես վստահաբար ասում եմ դա տենց։ Դուք Սրբազանի տուն գալիս եք, ինչ տեսել եք այս Չեն ասել են փաստաբանի հետ կապնվել են, փաստաբանին տեղյակ կպահեն։ Պարոն Սարգսյան, դուք Բագրատ Սրբազանի հետ շատ մտերիմ եք, միասին եք այս ամբողջ ընթացքում եղել Սրբազան պայքարից հետո էլ այդ քննչական կոմիտեի նկարագրած գործողությունները, որ 25 հոգանոց խմբեր եք ուզեցել ձևավորել, մի 1000 հոգով ահաբեկչություն անել, դրա մեջ ինչ որ տեղեկություններն եք դրա հետ կապած ու դրա մեջ ներգրաված եք եղել թե չէ, ահաբեկչություն եք ուզել անել։ Սրբազանը իմ եղբայրն է եւ ես առանց թաքցնելու ասեմ, որ ես 1 տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում եւ մեր պայքարը, որը եւ մայիսին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով, օրենքով այս իշխանությանը հեռացնել եւ ունենալ հայրենիք արժանապատվություն։ Պարոն Սարգսյան, տեղյակ եք ինչ թղթեր էին, որոնք կարող էին այստեղից գտնել։
Խնդիր առաջանա, փորձում են իրանց այն կեղծ օրակարգով, օրենքի բացակայությամբ ինչ որ ուզում են անում են։ Բնականաբար դուք բոլորդ լսել եք, որ այս երկրի ղեկավարը այնօրն ասել է, որ ԱԱԾ պետին ես ինչ հրաման տամ, պարտավոր է իրականացնել, ինչի մասին ենք խոսում։ Ինչ կուզեն կանեն, վստահաբար ես ասում եմ, ես դրա համար չեմ զարմանում։ Ես հիմա վստահացնում եմ, որ կարող է մի ժամից ինձ կալանավորեն։ Իմիջիալոց ասեմ, դրան պատրաստ եմ, ես ինչ որ եղել է, ես մի քանի անգամ այս process-ով անցել եմ։ Իմ ընտանիքն էլ է դրան պատրաստ, իմ 4 անչափահաս երեխաներ են դրան պատրաստ։ Ուզում եմ ասել, դուք այս կեցավայր ելումուտ ունեցել եք, մտել եք, տեսել եք քիչ առաջ ԱԱԾ-ականներին, որ եռանկյունի ճանապարհային երթևեկության նշան հանեցին տնից եւ դրեցին Բեռնախցիկում մեքենայի։ Ինչ նշան էր դա, ընդհանրապես ինչի համար էր, տեղեկություններ ունեք այդ նշանից։ Դրանով Չգիտեմ, որ հանել են թե չէ, եթե եռանկյունիով կարելի է աբեկցություն անել, եւ նինջայի նման էս պետք է պատտեն գնալ Նիկոլի վիզը կտրվեր, երևի հնարավոր է։ Եթե այդպես նշան եղել է, բնականաբար ասում եմ, ակցիա անեմ, եթե կարող է այդ ակցիան կպցնելու համար նշանը դնել, որ հանկարծ մեր երեխաներին վթարի չի ենթարկեն։ Եթե այդպես նշան ասում եք, փաստացի տեսել եք եղել է, բայց նշանով ակցիա չեն անում։ Եթե մեր մեջ նինջա կացես պետք է պատտի գնա ինչ որ մեկի վիզը կտրի, ինչ ասեմ ժողովուրդ։ Լավ ինչ եք մտածում, ասենք այս սցենարը ամեն անգամ ինքը կրկնում է, ամեն անգամ դատարաններ եւ այլն, ու սա ինձ երկարաձգվեց։ Փաստացին նա երրորդ սրոկին է պատրաստում իր պաշտոնավարման եւ չի էլ թաքցնում։ Հիմա դուք մտածում եք, որ նա այսպեսով փորձում է ստուգել իր քաշը քաղաքական, որպեսզի ձեր հետ գնա բանակցությունների իր հետագա ճակատագրի հետ կապված, թե վերընտրվելու համար, թե վեհափառի տուն գնալու համար, ներողություն, վեհարան գնալու համար իրավիճակ է ստեղծում, որ ամեն մեկը Ես հստակ իմ կարծիքի եւ իմ վերլուծությունն ասեմ։ Նա այլևս հստակ հասկացել է, որ ժողովրդի աջակցությունը չունի։ Երկրորդ տարբերակը մնում է վախի մտնոլորտ ստեղծի։ Ես ամեն ինչը արվում է այս ռեպրեսիաները, որպեսզի վախի մտնոլորտ ստեղծի, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը վախեցող չի եւ իր կամքը ցույց կտա եւ կդրսեւորի։ ասում եք հայ ազգը վախեցող չի, առավոտից այստեղ ենք պարոն Սարգսյան, ինչ որտեղ գուցե տարակուսելի, ինչ որտեղ ձեզ համար վիրավորական է, որ այսպես մի ամբողջ թաղամաս սեփական տներով հարևանները բակից սուրճ են խմում, բայց որևէ մեկը չի հարցնում, այս ինչ է կատարվում, ինչու եք այսպես լցվել, ԱԱԾ-զորքով եւ այլն։ Այսինքն սա տիպիկ պատկերը չի այն իրավիճակի, որում մենք կանք։ Սյուզի ջան, բնականաբար մի թաղի բնակիչների մոտեցումով պետք չէ կարծիք կազմել ամբողջ ազգի հետ կապված, բայց ես վստահ ասում եմ, որ սա իշխանության կռիվ չի, սա կուսակցական կռիվ չի, սա մեր լինել չլինելու կռիվն է, դա մենք իմ ասելով չի, բոլորս տեսնում ենք թե ինչ է կատարում։ Արդեն հասել են եկեղեցուն։ Պատգամավոր կա 4-ն են եկել։ Փալյակ ջան, երկու ընդդիմադիր падգամավոր մեր տունն էին, երկուսը ուրիշ տեղ են, 4-ը ուրիշ տեղ են, բազմաթիվ ձերբակալվածներ կան եւ այդ ձեր մոտեցումը շատ ցալա։ Կոնկրետ երկու падգամավոր Արման Ղազարյանն եւ Աննա Գրիգորյանը խուզարկության պայից եղել են մեր տունը եւ ամեն խուզարկող այս պայն ցանկը ես չգիտեմ, բայց 15-20-ից ավել են, ամեն տեղ երկու падգամավոր, տեսեք ինչ է կատարում։ Օրինակ ես նոր Facebook-ում եմ տեսել, որ Գեգամ Մանուկյանը հենց հիմա գտնվում է Իգոր Սարգսյանի տան մոտ։ 168-ի հարկելի հետևողներ ազգային